Հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, համառոտ կներկայացնեմ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան զեկույցը։ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ կամ 103.1% փաստացի կատարողականը բյուջեի պլանավորման նկատմամբ, որից սեփական եկամուտները կատարվել են 113.1%-ով, այսինքն Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները 13.1%-ով ավել է հավաքագրել, կազմելով 71 միլիարդ 199 միլիոն դրամ։ Միաժամանակ նշեմ, որ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն արվել է 2023 թվականի փաստացի ցուցանիշից 21 միլիարդ 100 միլիոն դրամով։ Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները, սուբվենցիաները կազմել են 955 միլիոն դրամ, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները նախատեսված 34 միլիարդի փոխարեն փաստացի մուտքագրվել է 30 միլիարդ, իսկ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան եւ Երևանի քաղաքապետարանի սեփական լիազորությունների իրականացման համար տրամադրվող դոտացիան նախատեսվել եւ մուտքագրվել է համապատասխանաբար 8.4 եւ 4.8 միլիարդ դրամ։ Եվ ուզում եմ ասել, որ տարեկան տենդենսը պետական այս տեսակ աջակցությունների գնալով նվազում է եւ Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտներն է ավելացնում։ 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 113.7 միլիարդ դրամի ծախս, որը նախատեսվածի 94.5%-ն է, որը ռեկորդային ցուցանիշ է վերջին ժամանակաշրջանի համար եւ հաշվետու տարում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ Երևան քաղաքի սեփական եկամուտների, որոշ չափով նաեւ պետական բյուջեի եւ վարկադրամաշնորհային միջոցների հաշվին։ 2024 թվականի բյուջեով ճանապարհների ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում մոտավորապես 52 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել 721.243 քառակուսի մետր ծավալով եւ մոտ դրա կիսով չափ ընթացիկ եւ փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել ընդհանուր հանրագումարով 6.3 միլիարդ դրամի չափով։ Նորք Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալան տանող ճանապարհի կառուցման աշխատանքներին 294 միլիոն դրամ է հատկացվել, որոնք այս պահին դեռևս ավարտված չեն, բայց այդ ճանապարհը անցանելի է ամբողջությամբ։ Տրանսպորտային համակարգի ոլորտի բարեփոխման շրջանակներում շարունակել ենք աշխատանքները, ձեռք ենք բերել 171 ավտոբուսներ 6.3 միլիարդ դրամի չափով, 15 տրոլեյբուսներ, որոնց դիմաց ֆինանսավորել ենք 1.4 միլիարդ դրամ։ Հանրային տրանսպորտի ուղևորափոխադրման ծառայություններն իրականացնելու նպատակով Երևանի ավտոբուս, Երևանի էլեկտրատրանսպորտ եւ Երևանի մետրոպոլիտենին սուբսիդավորել է Երևանի քաղաքապետարանը կրկին ռեկորդային չափերով 7 միլիարդ 696 միլիոն եւ 2.6 միլիարդ դրամների չափով համապատասխանաբար։ Այսինքն նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հետ համատեղ նաև ծախսային հոդվածներն են էականորեն ավելացել։ 2024 թվականի ընթացքում տարվել են նախապատրաստական աշխատանքներ Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում եւ 25 թվականի հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդրումն է իրականացվել։ Երևանի քաղաքապետարանի սա թվային փոխակերպման ամենակարևոր ծրագրերից է եւ այսօր հնարավոր չէ արդեն առանց թվայնացման քաղաքացիներին որևէ որակյալ ծառայություն մատուցել։ Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ անցում է կատարվել նաեւ ավականու կողմից որոշված զեղչային համակարգերի կիրառմանը բնակչության սոցիալապես զգայուն եւ թիրախային խմբերի համար եւ որպեսզի մոտավորապես հասկանանք թվայնացման մակարդակը ինչպիսին է on-line հարթակով որևէ քաղաքացի իր դեմքի, այսպես ասած, նույնականացման միջոցով կարող է հստակ իր զեղչային համակարգը կցել իր իսկ բանկային քարտին առանց որևէ տեղ գնալու։
Երևանի մետրոպոլիտենի ուղևորափոխադրումն առավել արդյունավետ անվտանգ հարմարավետ կազմակերպելու նպատակով իրականացրել ենք ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ։ Մասնավորապես 1.6 միլիարդ դրամի չափով իրականացրել են գոյություն ունեցող դրենաժային թունելի 930 մետրով երկարացում, ձեռք ենք բերել թվով 32 անվազույգեր, թվով 20 անվասայլակի շրջանակներ, թվով 1500 փայտակոճեր, ինչպես նաև փոխարինել են գործարանային կայարանի շարժասանդուղքները։ Այս տարի տարբեր կայարաններում նոր շարժասանդուղքներ ունենք արդեն իսկ տեղադրված։ Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին ուղղվել է 14.2 միլիարդ դրամ, որից 5.8 միլիարդ դրամն ուղղվել է Երևանի աղբանություն եւ սանիտարական մակրոմ համայնքային հիմնարկի պահպանման ծախսերին, 671 միլիոն դրամ ձեռք են բերել 14 աղբատար մեքենաներ, որոնք այսօր արդեն իսկ Երևան քաղաքում իրականացնում են իրենց ծառայությունը, կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանման հողակը սուբսիդավորվել է 4.3 միլիարդ դրամի չափով, որի շրջանակներում կանաչ տարածքները ընդլայնվել են 2024 թվականին միայն մոտ 13 հեկտարով եւ բոլոր հատվածներում, որտեղ որ մենք իրականացրել ենք կանաչապատման աշխատանքներ, մենք նաեւ իրականացրել ենք պարտադիր ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ եւ վերականգնվել է մոտ 31068 գծամետր ոռոգման ջրագիծ։ Կենթանիների խնամքի կենտրոն հողակի գործունեության ապահովման ուղղվել է 276 միլիոն դրամ, բնապահպանական նախաձեռնությունների շրջանակում Հրազդան գետի վրա տեղադրել ենք թվով 2 աղբավորսիչ հարմարանքներ, տեղադրման վրա ծախսել ենք 114.7 միլիոն դրամ, 1.2 միլիարդ դրամ ծախսել ենք վարչական շրջանների կոյուղագծերի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար եւ մոտավորապես 13 կիլոմետր նոր կոյուղատար համակարգ է ստեղծվել 35 հասցեներում, իրականացրել ենք նաեւ գետառում նոր մաքրման կայանի կառուցում, որը որ 3 փուլով իրականացնում է գետառի մաքրումը։ Արտաշատի ջրանցքը սնող թիվ 3 բաժանարար միացված ջրատարի նորով ենք փոխարինել, Վարդանանց եւ Խանջյան փողոցների հատման մասի ուղեանցում պոմպերի նոր պոմպեր ենք տեղադրել, Սիլիկյան գնացող ջրատարից նոր ջրատարի կառուցումն ենք ապահովել, նոր դալմա ջրատարի սկզբնամասից մինչև նոր կառուցված ջրատարը կառուցման աշխատանքներն ենք նաև արել։ Բազմաբնակարան շենքերի նորոգման եւ բակային շինարարության համար իրականացվել է մոտ 4.6 միլիարդ դրամի ծախս, որի գերակշիռ մասը շուրջ 3.571 միլիոն դրամ, 3.571 միլիոն դրամն ուղղվել են բակերի եւ խաղահրապարակների հիմնանորոգմանը ու պահպանմանը, մասնավորապես ընդհանուր միասին իրար հետ հիմնանորոգված եւ վերանորոգված բակերի քանակը կազմում է թվով 132-ն են, 132 հասցեներում են իրականացվել, նորոգվել է 274 բազմաբնակարան շենքերի 54766 մակերեսով հարթ տանիք, հիմնանորոգվել կամ մասնակի նորոգվել են թվով 22 թեք տանիք, վերանորոգվել կամ մասնակի նորոգվել են բազմաբնակարան շենքերի թվով 229 շքամուտքեր, հիմնանորոգվել են բազմաբնակարան շենքերի թվով 72 պատշգամբներ։ Այս հատվածը իհարկե Երևանի քաղաքապետարան ուղիղ չվերաբերող ծախսեր են, բայց հաշվի առնելով որոշ դեպքերում համատիրությունների կարողությունների եւ ֆինանսական միջոցների բացակայությունը Երևանի քաղաքապետարանն է այս ծրագրերն իրականացնում, ինչպես նաեւ ի շարունակություն դրան Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին փոխարինել է Երևան քաղաքում 505 վերելակներ, որի նպատակով համայնքային բյուջեից ծախսվել է 4.6 միլիարդ դրամ։ Առողջապահության ոլորտին հատկացրել ենք 679.848 միլիոն դրամ եւ սա մեծ հպարտությամբ եմ ասում, որովհետեւ վերջին տարիների ընթացքում մեր առողջապահական ընկերությունները, պոլիկլինիկաները, նաեւ բժշկական կենտրոնները արդեն իսկ
ոչ միայն ինքնածախսածածկ են, այլ նաև անցել են շահույթով աշխատելուն, գրեթե բոլորը, այսինքն հստակ ֆինանսական թափանցիկությունն ապահովելով մենք ստացել ենք շատ առողջ հիմնարկներ, որոնք որ շատ դեպքերում հենց իրենք են կարողանում իրենց հոգսերը հոգալ, բայց այնուամենայնիվ քաղաքապետարանը որոշ աշխատանքներ արել է, մասնավորապես գնել է բժշկական ժամանակակից սարքավորումներ, Երևան ԲԿ-ին տրամադրել են 300 միլիոն դրամ արժողությամբ անգիոգրաֆիկ համալիր եւ Երևան քաղաքի 469 բնակիչներին տրամադրել ենք անվճար բժշկական հետազոտություններ, ավարտին ենք հասցրել դեռևս նախորդ տարիներին մեկնարկած Երևանի Արաբկիր առողջության կենտրոնի, թիվ 5 պոլիկլինիկայի, Երևանի Ավան առողջության կենտրոնի առողջապահական այս օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները, շարունակել ենք իրականացնել Երևանի Բաղրամյան առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, որ նախատեսում ենք այս տարի ավարտել, ինչպես նաև Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ 9 արկանի շենքի եւ Ավան վարչական շրջանի 12 պոլիկլինիկայի համար ձեռք ենք բերել վերելակներ եւ կրկին սա 2024 թվականին այս առումով աննախադեպ ծավալի աշխատանք ենք իրականացրել որևէ 1 տարվա կամ 2 կամ նույնիսկ 3 տարվա հետ համեմատելի չեն այս թվերը Հանգստի գոտիների եւ զբոսայգիների արդիականացման ուղղել ենք 1.5 միլիարդ դրամի չափով գումար եւ ծրագրի շրջանակներում իրականացրել ենք բազմաթիվ այգիներում հիմնանորոգման, ոռոգման համակարգերի արդիականացման ծառատնկման աշխատանքներ, հանձնել ենք նախորդ տարի արդեն շահագործման Մերգելյանի այգին եւ այս տարի արդեն շատ այգիներ, որտեղ որ նախորդ տարի էինք իրականացնում աշխատանքներ, նույնպես հանձնված են շահագործման, ինչպես օրինակ Դավթաշենի առաջին եւ երկրորդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին, Վերածննդի այգին, շուտով ավարտին ենք հասցնելու Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող այգին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակա տարածքում գտնվող այգին եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրի հարակից տարածքում իրականացված աշխատանքները եւ այդպես շարունակ նաեւ աշխատանքներ են իրականացրել բազմաթիվ վարչական շրջաններում, այլարգիներում նույնպես իրականացրել են կահավորման, հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ։ Բուսաբանական այգում վերջերս պարոն Խուդացյանի հետ այցելեցինք կառավարության կողմից ֆինանսավորվող կարևոր ծրագրերից մեկն է գտնվում ենք շարունակական փուլում եւ ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 4 միլիարդ 576 միլիոն դրամ, որից 24 թվականին ծախսը կազմել է 1 միլիարդ 280 միլիոն դրամ, աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2026 թվականին որոշ դժվարություններով, բայց առաջ ենք շարժվում։ Կրթության ոլորտի ծախսը կազմել է մոտ 40 միլիարդ 152 միլիոն դրամ, որի շրջանակներում համայնքային բյուջեից 17 միլիարդ 434 միլիոն դրամ եւ մենք 2024 թվականին որոշում ենք կայացրել եւ բարձրացրել ենք նաեւ մեր նախադպրոցական հաստատությունների մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձերը այս տարի մենք 30%-ով բարձրացրել ենք մշակութային ոլորտի մեր օբյեկտների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների, սպորտ դպրոցների, բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կրկին մոտ 30%-ով եւ նախորդ տարի այս ոլորտի համար քաղաքապետարանը ծախսել է 17.4 միլիարդ դրամ արտադպրոցական կազմակերպություններին հանրակրթական դպրոցներին տրամադրվել է 18.9 միլիարդ դրամ Նախադպրոցական հաստատություններին տրամադրված սուբսիդիայի շրջանակներում թվով 19054 երևանաբնակ երեխաների համար ապահովել է անվճար նախադպրոցական ուսումնական կրթություն։ Նախադպրոցական հաստատությունների կառուցման եւ հիմնանորոգման համար կատարել ենք մոտ 2 միլիարդ 66 միլիոն դրամի ծախս, մասնավորապես շարունակել ենք իրականացնել դեռևս 23 թվականին մեկնարկած մանկապարտեզների հիմնանորոգման
աշխատանքները, բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել թվով 15 մանկապարտեզների բակերում, որոնցից շատերը արդեն այս տարի ավարտել ենք։ Երևանի էներգոարդյունավետության առաջին վարկադրամաշնորհային ծրագրով էներգախնայողության բարելավման եւ վերակառուցման աշխատանքներ իրականացրել ենք թվով 6 մանկապարտեզներում, որոնցից թվով 2 մանկապարտեզներում աշխատանքները դեռևս 2025 թվականին շարունակվել են։ Ձեռք ենք բերել Երևան քաղաքի մանկապարտեզների համար շուրջ 26 անուն թվով 7317 գույք եւ տեխնիկա, ինչպես նաեւ մեկնարկել ենք Երևան քաղաքի մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի ձեռքբերման գործընթացը, որոշակի վերահսկողական կարողությունները բարելավելու համար եւ հետագա երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն կանխարգելելու, այլ առհասարակ իսպառ բացառելու համար։ Հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով կապիտալ դրամաշնորհներ են տրամադրվել Երևան քաղաքի թվով 121 մսուր մանկապարտեզներին։ Սոցիալական պաշտպանության ոլորտին տրամադրել ենք մոտավորապես 353 միլիոն դրամ, 2024 թվականի ընթացքում իրականացրել ենք տարբեր սոցիալական աջակցության ծրագրեր Երևանի քաղաքապետի պարտադիր եւ կամավոր լիազորությունների շրջանակներում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։